մոտորից 300 հիվանդ, ովքեր ունեն ծանր սրտային անբավարարություն, որոնցից ոչ բոլորը դեռևս կարիք ունեն սրտի փոխպատվաստան։ Կաղապատոյի որոշները դեղորայքային բուժումներով կարող են հասնել մի կարգավիճակի, որ հարմարվեն ապրելու կանոններին, բայց այս հիվանդներից որոշները ունեն միջամտության կարիք։ Պարոն Հեբոյան, որպես 32 տարեկան տղա, ինչ անենք, որ այդ օրին չգանք։ Նախ եւ առաջ անհրաժեշտ է պարբերաբար հետազոտվել։ Որ տարիքից, թե բոլոր տարիքից։ Ինչը ասենք այն տարիքում ենք, որ արդեն կարելի է հետազոտվել, տարին մի անգամ, 2 տարին մի անգամ եւ ապրել առողջ ապրելակերպով ապրել։ Հետազոտվել սրտի էխո EKG թե ուղղակի լիպիդային պրոֆիլ ունենալ։ Կարելի է հետեւյալն ասել, դիմել մասնակետի, մասնակետը կազդեցությունը տեսնելով որոշի ինչ ֆորմուլայով շարժվել առաջ։ Եվ մյուս բանի մեջ չգնենք, ուղղակի մեջ հիվանդը զգալով չապրենք։ Այսինքն առողջություն պահպանելու համար անպայման չի հիվանդը զգալ։ Այսինքն առողջ մարդը կարող գնա հետազոտվի, իրան առողջ համարի եւ շարունակի լիաթոք ապրել։ Դրա համար մեզ բան պետք չի։ Ցավոք մեր մասնագիտության մեջ կամ հասարակության կտրվածն այտենց հայաստանյան սրտային վիրաբուժության մեջ մեզ դիմող հիվանդներն արդեն բավականին ուշ փուլերում են մեզ դիմում։ Եվ մեր հասարակության մեջ գալիս են մարդիկ, ովքեր որ այլ կանոններով են ապրել, չեն պահպանել եւ վերջ-վերջո հասել են ծանր վիճակի, ու այդ ծանր վիճակում էլ չեն հարմարում որ ծանր վիճակ է եւ հրաշքներ են պահանջում։